Մայր Սուրբ, բարեխոսյա վասնանձանց մերոց, Սուրբ Մայր, բարեխոսիր մեր բոլորի անձերի համար, սիրելի քույրեր և եղբայրներ, հայ եկեղեցու մեծագույն Սուրբը Տիրամայրն է, Աստվածամայրը, այն անոթը, որի միջոցով լույս աշխարհ եկավ մարմնապես մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Այսօր մեր Աստվածամոր, մեր բոլորի մոր Աստվածամոր Տիրամոր տոներից, գիտեք, որ 7 տոներ ունի, այսօր 7 տպո սրբուղու Աստվածածնի տոնն է։ Տուփի գյուտի տոնը, որ տեղի ունեցել, այդ գյուտը հայտնաբերումը դեռևս 5-րդ դարում, երկու հույն ազնվական մեծատողմիկ եղբայրներ ուխտի են գնում Սուրբ երկիր Երուսաղեմ։ Երուսաղեմում լինում են, Իսրայելում լինում են Բեթլեհեմ կոչված գյուղում և տեսնում են այնտեղ մի տան մոտ հավաքված շատ ու շատ մարդիկ, որոնք մտնում էին այդ մի տուն և հրաշքներ էր տեղի ունենում Բեթլեհեմյան այդ խղճիթում։ Այս երկու մեծատողմիկները, հույները, այս եղբայրները ևս մտնում են հետաքրքրությունից ելնելով, տեսնում են, թե ինչ է կատարվում այդտեղ, տեսնում են, կաղերը քայլում են, կույրերը տեսնում են, փուլերը լսում են, այսինքն հրաշագործություն է տեղ ունենում այդ փոքրիկ տան մեջ։ Երբ որ մտնում են ներս, տեսնում են, որ մի կին, հրեակին բժշկություններ էր կատարում և հրաշագործություններ էր կատարում։ Եվ այդ ժամանակ նրանք որոշում են եղբայրները, այս հույներ եղբայրները գնալ Երուսաղեմ և Երուսաղեմում պատվիրում են մի տուփ, որը նման էր այդ հրաշագործ տուփին և այդ տուփը հաջորդ օրը բերում են այդ վայր և փոխանակում են, օրիգինալ տուփը վերցնում են, կեղծը հանձնում են և սա տանում են իրենց հետ Կոստանդնապոլիս։ Եվ այդ ժամանակ իրենց այդ տուփը ևս հրաշագործություններ է կատարում շատ ու շատ մարդկանց մոտ։ Ժամանակի պատրիարքը իմանալով այս մասին, որովհետև աղմուկը մեծ էր, կանչում է այս եղբայրներին և ասում է, ինչի մասին է խոսքը, այս հրաշքները, որ տեղի են ունենում, ինչ է սա։ Եվ բացահայտվում է, որ Տիրամոր զգեստի փոքրիկ տուփն է, որ Տիրամայրը հանձնել է հրի այդ կնոջը, Բեթլեհեմում այս խղճիթում տեղի ունենում հրաշքներ և այդ տուփը եկել է Կոստանդնապոլիս։ Ժամանակի պատրիարքը, ժամանակի թագավորը հռչակում են մի տոն, որը այսօրվա տոնի անունով կոչվում է 7 տպո սրբուղու Աստվածածնի։ Հայ եկեղեցու տոնացույցի մեջ այս տոնը մուտք է գործել 18-րդ դարում Սիմեոն Երևանցի ամենայնայոց կաթողիկոսի հրահանգով։ Եվ այս մասունքը, որ Տիրամորից էր մնացել և դարեր շարունակ հրաշագործություններ էր կատարել յուրաքանչյուր հավատով մոտեցող անձի համար, մեզ սովորեցնում է, որ սրբությունների նկատմամբ հարգանքը, մասունքների նկատմամբ հարգանքը, նույնիսկ շատ մարդիկ ֆետիշացնում են սրբությունները, մասունքները, հրաշագործ ներգործող հանգամանք է յուրաքանչյուրիս համար։ Մասունք, որպես այդպիսին Տիրամայրը, գիտեք, որ չի թողել մեզ, որովհետև Հիսուս իր մորը Աստվածամորը
ֆիզիկապես բարձրացրել է երկնքի արքայություն։ Եվ վերափոխման տոնին մենք այդ մասին խոսենք եւ բոլորը գիտեք այդ մասին։ Որպես այդպիսին Տիրամորից մնացել էր այս փոքրիկ տուփը, զգեստի տուփ, գլխաշորի տուփ, որը հրաշագործություններ էր կատարում։ Հարգանք մեր մասունքների նկատմամբ։ Այսինքն մենք, երբ որ մոտենում ենք, համբյուրում ենք խաչը, համբյուրում ենք մասունքը, համբյուրում ենք սրբությունը կամ հաղորդություն ենք ընդունում Տիրոջ մարմինը եւ այլունը, սրանք հրաշագործ եւ ուժ տվող հանգամանք են բոլոր հավատ ունեցող մարդկանց համար։ Հրաշքը ոչ թե ծնում է հավատ, այլ հավատքն է, որ ծնում է հրաշք։ Հրաշքի նախապայմանը հավատքն է։ Երբ որ մարդը ունի կենդանի հավատ, երբ որ մարդ ունի ամուր հավատ Տիրոջ նկատմամբ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ, իր կյանքը վերածվում է հրաշքի, որովհետև հրաշագործությունները տեղի ունենում հավատքի մեծ լինելու պատճառով։ Սիրելի մայրեր, քույրեր, սիրելի հավատացյալներ, 7 անգամ տոնվող Տիրամոր Աստվածամոր տոնը հայ եկեղեցին հռչակում է եւ այս սուրբ բեմից ես ասում եմ. շնորհավորում եմ բոլոր մայրերին, քույրերին, կանանց, ովքեր որ մշտապես կենսունակ են պահել Տիրամոր կերպարը, նախածախնդրությունը, Տիրամոր նվիրումը եւ անոթ լինելը, սրբազան անոթ լինելը փոխանցվելով մեր հայր մայրերին, քույրերին ուժ են տալիս եւ կյանքի կորով հավատքով վերաբերվելու յուրաքանչյուր սրբության եւ տոնին։ Հետևաբար Աստվածամայրը թող միշտ բարեխոս եւ օգնական լինի բոլորիս համար։ Աստվածամայրը միշտ այցելել է մեր ազգին շատ ծանր իրավիճակներում եւ մխիթարել է մեզ։ Եթե մենք հիշենք 88 թվի երկրաշարժը, Աստվածամայրը հայտնվեց եւ մխիթարեց մեր ժողովրդին։ Աստվածամայրը հայտնվեց 1994, եթե չեմ սխալվում, թվականին եւ տվեց մեզ Արցախյան հաղթանակ։ Վստահ եմ, որ այս բաները շատերը գուցե չհասկանան իմ խոսքը, բայց Տիրամայրը միշտ գործող է, Տիրամայրը միշտ ներշնչող է, հասնող է, օգնական է։ Ինչպես որ մայրը իր զավակին, ինչպես որ մեր հայ ծնողը իր զավակին օգնության կհասնի եւ ձեռքը մերտնի եւս առավել, Աստվածամայրը միշտ մեզ հետ է, մեր կողքին է եւ բարեխոս է մեզ համար։ Ուստի մեծագույն այս սուրբի Տիրամոր Աստվածամոր բարեխոսությամբ ամրանանք բոլորս։ Ամեն տեսակ նեղություն մարդու համար է։ Չկա նեղություն, որ մարդը չկարողանա կրել, եթե կա ամուր հավատ։ Եթե կա ամուր հավատ, այս հողի վրա ամուր կանգնած, այս արևի տակ չկա խոչընդոտ, չկա փորձություն, չկա մի բան, որ Տիրոջով չհաղթահարվի։ Ինչով է պայմանավորված Տիրամոր կերպարը, այդ հզոր կերպարը։ Ինչ որ լինում էր Աստվածամոր հետ, ինչ էր ասում Տիրամայրը, ինչպես էր աղոթում։ Ես ընդամենը քո խոնար աղախինն եմ, ասում էր Աստվածամայրը, ասում էր իր որդուն Հիսուս Քրիստոսին, Հայր Աստծուն եւ Սուրբ Հոգուն։ Միշտ եղավ խոնար աղախին, միշտ եղավ հավատավոր եւ շատ ամուր աղոթող, հզոր աղոթող, որտով Տիրամոր բարեխոսությամբ մշտապես նորոգվել, կենսանորոգվել, Տիրամոր բարեխոսությամբ ամրացել են շատ շատերը, միլիոններ, հազարավոր մարդիկ, այսօր եւ վաղը եւ անցյալում, որովհետեւ Աստվածամայրը այն կենդանի կերպարն է, սրբության մարմնացումը, որ երբեմն եւ շատ հաճախ
պակասում է մեր իրականության մեջ, որովհետև մենք սառում ենք, մեր հավատը սառում է այն ժամանակ, երբ որ կապը տիրանոր աստվածամոր բարեխոսությունից հեռանում է, երբ որ մեր աղոթքը մեր սրբությունից հեռանում է, կյանքում կամա թե ակամա բազում մեղքեր են գործում մշտապես, մեղ գործելը մարդկային է, մեղքի մեջ մնալը անմարդկային, բայց մեղքից ձեռք ազատվելը աստվածային է։ Ուստի որքան էլ որ մենք ընկած վիճակում լինենք, պիտի կարողանանք կանգնել եւ քայլել առաջ, որովհետեւ Տիրամայրը, ինչպես որ Սուրբ Խորանից միշտ բարեխոս է քեզ համար, այսօր եւ վաղը մշտապես օգնական է քեզ, ով հայ ժողովուրդ։ Վստահ եմ, որ այսօրվա տոնը եւ Աստվածամոր 7 տոները միշտ մեզ հիշեցնելու են, որ Մայրսուր բարեխոսյա բասն անձանց մերոց այժմ է միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։